Ադրբեջանում Ալիևի հակահայ մեսիջներին ու զավթողական կոչերին մեծ թափով միացել են նաև հասարակական կազմակերպություններ, Միլի Մեջլիսի ակնհայտ հակահայ հայացքներով պատգամավորներ։ Գրանտակերներն ու պետական մակարդակով բյուջեից սնվող ադրբեջանական հասարակական կազմակերպության անդամները ջանք չեն խնայում պրոպագանդելու, որ վերադառնալու են իրենց ձևակերպմամբ Արևմտյան Ադրբեջան։ Կեղծ քարտեզները շալակած դեսուդեն դեգերող հասարակական կազմակերպության ադրբեջանցիները շարունակում են աշխարհին մանիպուլացնել, մոլորեցնել, ցույց տալով, թե Հայաստանի տարածքները իրենց են պատկանում։ Ադրբեջանական հակահայ տրամադրությամբ տառապող ՀԿ-ներին եկող տարի ավելի շատ ֆինանսավորում է հատկացվելու եւ առավելություն կունենան այն կազմակերպությունները, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կկազմակերպեն, ինչպես նաեւ կներգրավեն արտասահմանյան կառույցների, պայմանով, որ յուրաքանչյուր քննարկում նվիրվելու է Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքները վերադառնալուն։ Իրենց նպատակը մեկն է՝ Սյունիքը այս կամ այն կերպ վերցնել իրենց հսկողության տակ։ Հիմա կհաջողվի թե չէ, կախված է արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե նա չի բողոքի այդ միջանցքի գոյությանը, ուրեմն կվերցնի, բայց այս պայդրությամբ ոնց որ թե նրանց մոտ կան դեռևս հարցեր ճանապարհի հետ կապված եւ քան դեռ այդ հարցերը լուծում չեն ստացել, Զանգեզուրի միջանցքի ճանապարհը կարող է եւ չգործել։ Օրեր առաջ Երևանում էին Ադրբեջանից ժամանած ակտիվիստներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց մեջ էին նաև Արցախը ամիսներով բլոկադայի մեջ պահող կեղծ բնապահպանները։ Նրանք եկել էին իբրև թե Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին համերաշխ դարձնելու առաքելությամբ։ Հայկական կողմի հետ էլ քննարկում էին ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարցը։ Որքան որ իշխանական թևը կողմ է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մերոնց Ադրբեջան վերադառնալուն, ՔՊԱ-կաններ կան, որ չեն կիսում իրենց գործընկերների կարծիքը։ Ես պատրաստ չեմ, եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական։ Ադրբեջանի Միլի Մեջլիսից Ոման Հասան Գուլիև հայտարարել է, եթե Հայաստանը միջանցքի բացման մասին օպերատիվ որոշում չընդունի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը։ Ադրբեջանցին նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը։ Իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն։ Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի։ Իդեպ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն է գաղտնազերծել Վաշինգտոնյան հանդիպումներից Թրամփ-Ալիև խոսակցությունից մի հատված։ Օգոստոսին Թրամփը Սպիտակ տան օվալաձև սենյակում հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել եւ չի շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ալիևն ասել է, թե իրեն պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին։ Ալիևը հայտնել է նաեւ, թե իրեն ավելի բան պետք չէր։ Եվ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայինորեն, սա պետական գործ չի, օրինակ է։ Վաշինգտոնյան նախաստորագրված եւ ստորագրված փաստաթղթերին քավոր կանգնած Թրամփը հայտնել է, որ Թրամփի երթուղին հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատմական համաձայնագրի շնորհիվ եւ հայտնել է, թե երթուղին Ադրբեջանն ու Հայաստանը անվանել են իր պատվին։ Թրամփն այդ երթուղին եւս մեկ անգամ միջազգային խաղաղության տանող ճանապարհ է անվանել, բայց նկատենք, կեսբերան չի անդրադարձել Ալիևի օգոստոսի 8-ից հետո հակահայ եւ զավթողական հայտարարություններին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։